Լինել վճռական։ Կյանքի ճանապարհորդության մեջ դուք կցանկանաք հանձնվել։ Յուրաքանչյուրիս կյանքում լինում է ժամանակ, երբ ուզում ենք պարզապես պառկել եւ ոչինչ չանել։ Բոլորս սարթակում ենք եւ ձախողվում, բայց հաղթանակ են տանում նրանք, ովքեր ունակ են կրկին ոտքի կանգնել։ Շատ մարտերում հաղթում ենք պարզապես հակառակորդից ավելի երկար դիմակայելով։ Դուք չեք կարող խուսափել դրանից, բայց ձեզնից է կախված կկանգնեք կրկին ոտքի, թե ոչ։ Վճռեք հաստատակամ լինել հավատքում, նույնիսկ երբ ուժեղ չեք զգում ձեզ։ Ձեր զգացմունքները կսահմանափակեն ձեզ, որովհետև իրականում դուք չգիտեք, թե ինչ եք ընդունակ, մինչև չդրսևորեք ձեզ։ Երբ հաստատ կանգնում եք, մեր Տերը պատերազմում է մեզ համար։ Դժվար կլինի։ Երբ սկսեցինք պատկերացնել, թե առանց պայքարի կարող է հաղթանակ լինել, կա պայքար, որից շարունակ հետ եք քաշվում, կա հոգևոր տարածք, որից հետ եք կանգնել։ Աստված կանչում է, որ վերադառնաք ձեր դիրքում։ Նա, ով խոստացել է, հավատարիմ է։ Աստված ուժեղ է եւ ուզում է, որ դուք էլ ուժեղ լինեք։ Նա կհայտնի իր ուժը ձեզ, որպեսզի կարողանա հայտնել այն ձեր միջոցով։ Երբ հոգնած եք, երբ ուզում եք կանգ առնել, հիշեք, թե ինչ է նա ասում։ Երկրորդ մնացորդաց 20:17-ում գրված է. Դուք չեք պատերազմելու այս անգամ, դուք կացեք, կանգնեք եւ կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ հետ, ով Հուդա եւ Երուսաղեմ։ Մի վախեք, մի զարհուրեք, էգուց նրանց դիմաց դուրս եկեք եւ Տերը ձեզ հետ կլինի։ Տերը պատերազմում է մեր փոխարեն, երբեմն հաղթանակը գալիս է, երբ պարզապես շարունակում ենք մնալ մեր դիրքում։ Մենք հաղթում ենք, երբ շարունակում ենք սիրել, տալ, ծառայել եւ սովորել։ Մեկ այլ մարտում հաղթում ենք երգով, երբ երգում ենք Աստծո խոսքը, երգում ենք հոգու սրով, երբ աղոթում ենք նրա խոստումներով, երգում ենք աղոթքով, որոշ մարտերում հաղթում ենք լռությամբ եւ նրա անձնատուր լինելով։ Մենք այնքան վստահ ենք, որ Աստված բարի է եւ բարիք է գործում, որ պարզապես վստահաբար ժպտում ենք, գիտենալով, որ հաղթանակը նրանն է։ Երբ դուրս ենք գալիս նրա զորությամբ, կարող ենք դիմակայել կյանքի հարձակումներին, հարվածներին, հիասթափությանը, հյուծվածությանը կամ բացահայտ հակառակությանը։ Մեզ ասվում է՝ մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ, նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջով։ Եսայա 41:10։ Եկեք աղոթենք։ Ամենակարող Աստված, ես կմնամ քեզ հավատարիմ, մինչ դու պատերազմում ես իմ փոխարեն։ Ես ընտրում եմ վճռականությունը եւ հաստատականությունը ամեն օր, մինչեւ մարտը պսակվի հաղթանակով։ Ամեն։ Ես ուժեղ եմ, երբ կանգնում եմ այն վստահությամբ, որ իմ Տեր Աստված պատերազմում է